Գիրք ծննդոց, գլուխ 28, Հակոբի երազը։ Եվ Իսահակը կանչեց Հակոբին, օրհնեց նրան ու պատվեր տվեց ասելով. Քանանի աղջիկներից կին չառնես։ Վեր կաց գնա Փադան Արամ, քո մոր հայր Բաթուելի տուն եւ այնտեղից քեզ համար կին առ, քո մոր եղբայր Լաբանի աղջիկներից։ Եվ ամենակարող Աստված թող օրհնի քեզ եւ քեզ բազմացնի ու աճեցնի, եւ դու ժողովրդի բազմություն լինես։ Եվ տա քեզ Աբրահամի օրհնությունը, քեզ եւ քեզ հետ քո սերնդին, որպեսի ժառանգես այն երկիրը, որտեղ պանդուխտ ես, որ Աստված տվել է Աբրահամին։ Եվ Իսահակը ճանապարհեց Հակոբին, եւ նա գնաց Փադան Արամ, Ասորի Բաթուելի որդի Լաբանի, այսինքն Հակոբի ու Եսավի մոր Ռեբեկայի եղբոր մոտ։ Երբ Եսևը տեսավ, որ Իսահակն օրհնեց Հակոբին, եւ նրան ուղարկեց Փադան Արամ, եւ նրան օրհնելիս նաեւ պատվիրեց, թե Քանանի աղջիկներից քեզ համար կին չառնես։ Եվ որ Հակոբը հնազանդվեց իր հորն ու իր մորը եւ գնաց Փադան Արամ, նաեւ Եսավը տեսավ, որ Քանանի աղջիկներն իր հորը Իսահակին հաճելի չեն։ Եսավը գնաց Իսմայելի մոտ, եւ Աբրահամի որդի Իսմայելի դստերը, Մայելեթին Նաբեոթի քրոջը իրեն կին առավ, իր կանանցից բացի։ Եվ Հակոբը դուրս եկավ Բերսաբեից եւ գնաց դեպի Խարան, եւ մի տեղ հասավ ու գիշերն այնտեղ մնաց, որովհետեւ արեգակը մայր էր մտել եւ այնտեղի քարերից վերցրեց եւ իր գլխի տակ դրեց եւ այնտեղ պառկեց։ Եվ երազ տեսավ, եւ ահա մի սանդուղք էր դրված երկրի վրա, եւ դրա ծայրը երկնքին էր հասնում, եւ ահա Աստծո հրեշտակները դրանով վեր էին բարձրանում ու իջնում։ Եվ ահա Տերը կանգնած էր դրա վրա եւ ասաց. Ես եմ Տերը, քո հայր Աբրահամի Աստվածը եւ Իսահակի Աստվածը, այն երկիրը, որի վրա պառկած ես, ես քեզ եմ տալու եւ քո սերնդին։ Եվ քո սերունդը երկրի ավազի չափ կլինի, եւ կտարածվես դեպի արևմուտք ու արևելք, եւ դեպի հյուսիս ու հարավ։ Եվ քեզանով ու քո սերնդով կօրհնվեն երկրի բոլոր ազգատոհմերը, եւ ահա ես քեզ հետ եմ, եւ ամեն տեղ, ուր որ գնաս, կպահեմ քեզ, եւ քեզ այս երկիրը կվերադարձնեմ, որովհետեւ չեմ թողնի քեզ, մինչեւ չկատարեմ այն, ինչ քո մասին ասել եմ։ Եվ Հակոբը զարթնեց քնից ու ասաց. Հիրավի Տերն այստեղ է, եւ ես չգիտեի։ Եվ վախեցավ ու ասաց. Ինչ ահավոր է այստեղը, սա ուրիշ բան չէ, քան Աստծո տունը, եւ սա է երկնքի դուռը։ Եվ Հակոբը առավոտյան վաղ վեր կացավ, վերցրեց այն քարը, որ իր գլխի տակ էր դրել, եւ այն որպես կոթող կանգնեցրեց եւ դրա գլխին յուղ թափեց։ Եվ այն տեղի անունը Բեթել դրեց, բայց մինչև այդ այն քաղաքի անունը Լուզ է։ Եվ Հակոբը ուխ տարեց ու ասաց. Եթե Աստված ինձ հետ լինի, ինձ պահի այս ճանապարհի ընթացքում, որով գնում եմ եւ ինձ ուտելու հաց ու հագնելու հանդերձանք տա, եւ ես խաղաղությամբ տուն դառնամ իմ հոր տունը, Տերն ինձ համար Աստված լինի։ Եվ այս քարը, որ ես որպես կոթող կանգնեցրի, թող Աստծո տուն լինի, եւ այն ամենից, որ դու ինձ տաս, ես իրապես քեզ տասանորդ կտամ։